Բարձրացելի հայրենակիցներ, այսօր մեր թիմով քարոզարշավ ենք իրականացրել Հովտամեջ, Գեղակերտ եւ Ծաղկալանջ համայնքներում, որտեղ մեր բնակչության կողմից արժանացել ենք գովեստի խոսքերի, ջերմ ընդունելության, որի համար հայտնում եմ շնորհակալություն իմ համաքաղաքացիներին։ Քարոզը ընթանում է լավ, բարձր տրամադրվածությամբ, քաղաքացիները ներկայացնում են իրենց բազմաբնույթ, բազմաշերտ խնդիրները, որը 30 տարիների ընթացքում լուծում չի ստացել, թե ոռոգման համակարգի, թե փողոցների բարեկարգման, թե աղբահանության, թե խմելու ջրի եւ մնացած այդ զանազան խնդիրները։ Մենք խոստացել ենք մեր քաղաքացիներին, որ հաղթանակի դեպքում իշխանության գլուխ գալու դեպքում մենք հերթականությամբ լուծելու ենք բոլոր խնդիրները, առաջնահերթությունը տալու ենք քաղաքացիների կողմից բարձրացված առաջնային հարցերին, որի շրջանակներում մեր քաղաքացիները վստահել են իրենց քվեն համայնքական ճակատ կուսակցությանը։ Եվ այսօր քարոզարշավի ընթացքում Ծաղկալանջ գյուղում հանդիպել ենք քաղաքացիների հետ, այդ գյուղում տիրում է վախի մթնոլորտ, ամենուրեք մարդիկ վախեցած են, անգամ նրանք վախենում են շփվելուց, բարևելուց մեզանից, քանի որ ես կասեի բռնապետություն կամ բռնապետ գյուղ է այդտեղ, որը մենք ականատես եղանք նաև մի տարեց կնոջ հետ, որի ժամանակ մենք զրուցում էինք, նա բարձրացնում էր իր հարցերը, որ այսօր այդ գյուղում նաև ներկա է գտնվել քաղաքացիական պայմանագրի թեկնածուն համայնքի ղեկավարի, որը որ կինը ուզեցել է հարց բարձրացնի, չեն թողել եւ խոչընդոտել են նրա հարցը ուղղված Արգիշտի Մեխակյանին։ Այդ ընթացքում մենք նկատեցինք մի մեքենայի, ավտոմեքենայի, որը մի քանի անգամ շրջեց մեր կողքերով եւ վերջում էլ բացականչեց, որ տարեք ձեր մոտ պահեք, տարեք ձեզ հետ պահեք իր քաղաքացուն։ Ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք իր համագյուղացուն, իր քաղաքացու հանդեպ վարչական ղեկավարի կողմից, որի ժամանակ նաև մեր լրագրողը կապ հաստատեց նրա հետ, որպեսզի հարցազրույց խնդրեց, որը մերժեց տարբեր պատճառներով, բայց համայնքի ղեկավարը այդ ընթացքում մի քանի անգամ կրկնում եմ, իր սեփական մեքենայով շրջում էր եւ հետևում էր մեզ։ Ես նաև հարցս ուղղել եմ Վաղաշապատի ոստիկանության բաժնի պետին, ներքին գործերի նախարարին եւ գլխավոր դատախազին, որպեսզի այդ տիկնոջ հետ հետագայում ինչ-որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է նշված 3 պաշտոնատար անձանց վրա։ Իսկ շարունակվում է մեր քարոզը, մեր թիմը վճռական է, մենք գնալու ենք հաղթանակի, մենք պարտությունը տեսնելու ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որը նոյեմբերի 16-ից հետո Վաղաշապատ համայնքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանություն չունենալու։